Ամսինին ես իջել եմ դիրքերից, այ ասեմ քեզի, ամսինին, եթե մարդիկ մտածում են, որ Նիկոլը ստորագրել է, Նիկոլ ինպես 25,000 մարդու կյանք կփրկի։ Եթե այդ հավաքվածները, ով Իշխան Սաղաթելյանը Արցախ տեսե, թե Բարգավաճի ջոկատ եկավ Արցախ, Խոստովի անտառներում ինչ էքսպեսնազ եք խաղում, կամ էլ Բարգավաճի կարկառուն դեպքը Հարգարժան Պետրոսյան հայտարարում ես էշնը հատակլնենք քու Բարգավաճի բաններ հայտարարում, ուրեմն էշը դուք եք, այսօր յուրաքանչյուրն հատակ հերոս է այսօր դուք ձեզ, այսօր ես, անձամբ ես, ամսինին եղել եմ Արցախում Արագածոտնի ջոկատով, Մարզպետի գլխավորը եղել եմ ջոկատի վաշտի հրամանատար տեղակալը, այսօր ընդեղ ուրիշ տարբերակ չկար, այսօր ոչ մեկը թող հանգարց, այդ փողոցի կանգնած հայրենասիրությունը չխաղան, գայեք մեզ սմենա փոխեք, 4 օր մեզ հերթափոխ չկար, այդ նույն զինվորին, շապատով հերթափոխ չել է, որ գլուխը գոնե հանի, տենա ինչա կատարում կողքերը, որի կիշտի 5 օր հանգստանա, մի հատ հետ գա, դուք այսօր ինչ եք ուզում, պարակտեր ժողովրդից, պատերազմը շարունակվում է, 50,000 արդեն Թուրքիան զորքա բերել սահմանին, իսկ այսօր բերեք իշխանությունը ցրենք, ուրեմն ասեմ, հիմա ես ասեմ հիմնականում այս ցույցի նպատակն ինչն է, որպեսզի դավաճանությունները չբացահայտվի, զորքի նահանջ տվողներին բացահայտեն, այն գեներալները, որոնք գնել են զենքը, անրամոթաբար հաստատմատեղ չի աշխատում, ասում են Նիկոլն է մեղավոր, 17 թվին հակոտային բանը գրել Նիկոլն է մեղավոր, որտեղ ես պահանջում եմ, այսօր իսկ պետք է որ անցնցում անցնի, ժողովուրդը մի քիչ շողուլի գա, մարդ կա դեռ չգիտի իր տուն ուրախությունը թե սուք է, բայց այսօր մենք աթոռի կռիվ ենք անում, արեք, ես հաստատ համոզված եմ 3 հատ ավտոբուս կայնի այդ փողով ցուցարարներից 3 ավտոբուս մարդ չի մտնել որ գնանք, դե քելեք էտակ Սյունիքը պահենք, այսօր թուրքն եկել ափան գորիշ ճամփին կիսում է, քելեք էտակ պահենք, արեք։ Նրան սելով հետո է գալիս, ցուցարարները գժալով չի, այսօր ես մեր ազգին կոչ եմ անում, խոհեմություն, անցնցում անցնենք, բոլորս էլ, 1 ամիս, 2 ամիս, 3 ամիս, եթե կառավարությունը զգացինք, որ իրոք արդեն չի կարում, մենք մի անգամ կլնենք, ասենք, գիտեք ինչ կա, մենք խնդրում ենք, որ փոխվեք, բայց ոչ, այսօր Հայաստանում իշխանապողություն անելը հավասար է ժողովրդի կործանման, սապալել է։ Ես գեղացի հասարակական մի բան ասեմ գեղավարի, բայց կասեմ շատ ճիշտ, կարճ ու կոնկրետ։ Պարոն Փաշինյան, մենք քո կողքն ենք այսօր ստե հավաքվածներով, շատ եմ խնդրում ձեզ, այդ հրաժարականի մասին մոռացի, չդավաճանես մեզ քո հրաժարականով, ու դրանից հետո այսօր այնքան ակնհայտ դավաճանություն է, որ արդեն կասկածում եմ, շատ եմ կասկածում կարող է տեղի ունենա այդ հրաժարականը, շատ եմ կասկածում։ Եթե հանգարց, եթե ես իմ պահով եմ ասում ու վստահ եմ ինպես լիքը ջահել տղեկ, իմ ասած այդ համաձայն կլնեն, որ եթե բացի Նիկոլից, բացես արտար ընտրությունները, եթե կարա ինքը կազմակերպի, ուրիշ ոչ ոք չի կարողանալու կազմակերպի, եթե հանգարց հրաժարականը լինի, ես հույսով եմ, որ թարգմանվի սեր հաղորդումը, հա, ես դիմում եմ Ռուսաստանի նախագահին, դիմում եմ Ֆրանսիայի նախագահին, դիմում եմ այլ եվրոպական նախագահներին, ես շատ եմ խնդրում, եթե հանգարց Նիկոլը հրաժարական կկտա, ընդեի հավաքվածներից ինչ-որ մեկը գա իշխանության գլուխ, բացեք ձեր դռները մեր դեմ, մենք այս երկիրը թողենք անք ձեր մոտ։ Ավելի լավ է ես հայ լինելով, ապրեմ ուրիշ երկրում, թեպետ ընդ վատ է լինի ասեմ, այս իմ ազգը չի, ես հայ եմ, իմ ինքնասիրությունը ուրիշ երկրում պահեմ, հանստես այս երկրում իրանց կլանի տակ ստորացված ապրեմ։ Իմ արժեքը չիմանալով ապրեմ։ Իրոք տենց է եղել առաջ, ես 20 տարուց ավել ապրել եմ Ռուսաստանում, հեղափոխություն եղել, մեծ սիրով ստեղ ապրել եմ, ու ասում պար, էլի տանջվում եմ, չարչարում եմ, բայց իմ տանջանքն ու չարչարանքը ընդունվում է, հարգվում է ժողովրդի կողմից, մի հոգի տղա չկա, ուզի լինի ջպով, ուզի լինի ինձ դեպի հարստությունում իմ վրան գոռացող մատ թափտվող, բայց առաջները շատ եղել ժողով, շատ են եղել, ամեն քայլին ենք այդ տեսել, այսօր չկա այդ բանը, մենք շատ լավ հարմարվել ենք ապրում ենք, պատերազմ եղավ, վերջացավ, խոնարհում եմ բոլոր զոհվածների առաջ, խոնարհում եմ բոլոր կռվող տղեկի առաջ, ով որ գնաց Ղարաբաղ, թեպետ
չկարողացավ օգուտել տա, բայց ինձ սրտանց գնաց վրաց եկավ, բայց գնաց, ադուշի գնացին, սաղ ժողովուրդը։ Այսօր դավաճանություն մենք ընդեղ ենք տենում։ Այսօր դավաճան, ես չեմ ասում ընդեղ կայնած հասարակ ժողովրդի մեջ խապված են այդ ժողովուրդը։ Այն բեմի վրա կանգնողները, որ գոռում են ժողովրդին հրահրում են, ես իրանց մեջ մի հատ 40 տարեկան տղա եմ, 40 տարվա մեջ ընդեղ մի հատ լավ մարդ չեմ տեսել, սաղն էլ եկե ու գնացել են, սաղին էլ տեսել ենք, սաղն էլ հրպացած, չեմ ուզում հայոյան կարամ տամ, հայոյանքով կարամ ասեմ, ու մեկ էլ մի բան, հարգելի հայրենակիցներ, Facebook-ով պտտվում է ամբողջ Ուջանի անունից, որ դեմ են պարոն Փաշյանին, այնտեղ գրվում է վատ խոսքեր Ուջան համայնքի անվան հետ, ուջանցիները երբեք չեն եղել տականներ, երբեք չեն եղել դավաճաններ, միշտ կայնած են եղել։ Այս մեր զորավարի արձանը ստե վրգա հուշարձանը, ֆիդայների մնացած հուշարձանը ընդե վգա։ Մենք միշտ եղել ենք խիզախ, ուժեղ, դուխով ու արտար ժողովուրդ։ Ով որ գրել այդ Facebook-ի մեջ, թող ինքն կա բոլոր ժողովրդին պատասխան տա, ոչ մի մարդ իրավունք չունես գյուղի մեջ, կլինի նախարար, կլինի գյուղապետ, կլինի երկրի պրեզիդենտ, ամբողջ Ուջանի անունից բան գրի, կամ ամբողջ Ուջանի անունից բան խոսի, չկա դենց բան։ Ուջանցիները ստեղ են, ուջանցիները ընդեր կան, են թևի վրա կան, բան չունեմ ասելու, բայց մեծամասնությունը այսօր քիչ մարդ է։ Ես պտտում եմ Ուջանի մեջ սաղ այդ բարեկամություն, ընկերություն, հարազատություն եմ անում։ Ես ռեալ թիվ ասեմ, չասեմ 90%, 70% ասեմ գոնե, հա։ Ես ասենց ասեմ, թող չխապեմ ոչ ոքու, իմ լսածը 70% ասեմ, 70%-ը դեմ անդեի կանգնողներին, 70%-ը ուզում է թող մնա, թեպետ եթե Նիկոլ Փաշյանը որպես պարտված հրամանատար պետք է որ օրենքի սահմաններում հրաժարական տա, ես տեսնում եմ միակ տղամարդ տղուն, ես տեսել եմ, տենում եմ միակ տղամարդ տղուն այս երկրի մեջ, որ կկարողանա կազմակերպի արտար ընտրություններ, արժանապատիվ ընտրություններ, այդ միակ տղա Նիկոլ Փաշյանը։ Ուրիշ տղու չեմ տենում։ Ով եկավ առնելու ես խեղճ ու կրակ ժողովրդին։ Սոված ծառավ ժողովրդին իրանց 10,000 դրամով առնելու են։ Ու իրանց ուզածին հասնելու են, որ էդի մեզի պետք չի։ Էդի լնում է դավաճանությունը հենց առաջին։ Արդեն սկսել են իրան գործը։ Պարոն Փաշյան, լրեսրու իրենց թող այդ ող վաշանումը, մարկանց վախցնել է, մարկանց գործից հեռացնել է արդեն ընդհատեմ։ Իրանց գործերը վեկալ իրանց ձեռից, տուրեր խելոք ժողովրդին, վերցրու այո, իրանք արժանի չեն այդ բիզնեսներին, որ իրանք այսօր մեր պետության մեջ դրել են ու ժողովրդին ծաղրում են։ Դոդի գագո կասեմ, Դոդի գագոն սաղս գիտենք, Հայաստանի մեջ են 13 տարեկան երեխուց բռնած մինչև 100 տարեկան մարդը գիտի, որ Դոդի գագոն միշտ փողեր է բաժանել։ Այսօր անամոթաբար նայում է ժողովրդի աշկերի մեջ, ասում է ես երբ եմ փող բաժանել, ոնց, ես ինձ հարց եմ տալի, ոնց, մուժելի Դոդի գագոն փող չի բաժանել, ես ինձ սուտ է խոսում, այդ ինձ սուտ է խոսում, ամբողջ ժողովրդի աշկերի մեջ նայելով դու կարող ես ստել, կարաս մեկի աշկերի մեջ նայելով ստես, բայց ամբողջ ժողովրդի աշկերի մեջ նայելով ստելը, դրանք դավաճաններ չէ, մենք ենք դավաճաները, որ ճիշտն ենք արտահայտում, չէ, մենք հասարակ ժողովուրդ ենք, մեզ այս դրությունը, որ պարոն Փաշյանն է ղեկավարում, լիարժեք ձեռատարի, շատ են պատվազրկված, որ պարտվել ենք թուրքի դեմ, որ պարտվել են, բայց հույս ունեմ ամեն ինչ կշտկվի, այո։